բնականաբար հաղորդում եք, որ դրանք ուղղված չեն Հայաստանի Հանրապետության զինվորին, բայց ես էլ հարցը ավարտեմ, եթե կարելի է, բայց տեսանք, որ Սյունիքում կոնկրետ հենց բնակավայր եւ կոնկրետ հենց տուն էր դժել, այսինքն դրանք նաեւ ուղղված են։ Ինչ եք անում։ Առաջինը մենք բաց ենք եւ լրատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ եւ օբյեկտիվ։ Այսինքն երբ որ կա խնդիր, մենք ներկայացնում։ Հիմա խնդիր կա, բայց ինչ կա։ Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները երբեմն որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանալու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան։ Մարդիկ խոսում են ամբողջ գիշեր, ժամերով կրակելու մասին։ Եվ ըստ էության, որ դուք ասում եք անհասցե, հասցե կա, անհասցե բան։ Մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Իսկ կուտակումներ կան։ Այս պահին ոչ, եթե նման խնդիր ծագի, բնականաբար Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը Եթե մեր պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծեմ որ պատուհաններ վնասվել, գայլեր անհասցե։ Նախարարության հաղորդագրության մեջ խոսվում է, որ կրակոցները վտանգավոր չեն։ Հիմա երբ որ կրակում են կոնկրետ հասցեական պատուհանի դրա ուղղությամբ, մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն։ Նպատակը ո՞րն է կրակոցները, պարոն Սարգսյան։ Ինչ նպատակով է Ադրբեջանը կրակում։ Ասում են, որ ավելի ինտենսիվությունը ավելի շատացել է կրակոցների եւ աշխարհագրությունն է։ Այսինքն սակավաթիվ լիազորությունների և պարտականությունների շրջանակներում բնականաբար կատարում են իրենց աշխատանքը և առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է։ Այս պահին ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է և որևէ խնդիր ծագելու պարագայում մենք Իսկ նպատակը ո՞րն է, նպատակը հայրենական զորավարությունների մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն, որը իրեն ներառում է